Թրամփի առաջին ճեպազրույցն է նոր օդանավում։ Այս մեկն ավելի է դուր գալիս ԱՄՆ նախագահին։ Լրագրողներից իրեն բաժանող միջանցքը 3 անգամ ավելի երկար է, քան նախկին օդանավում էր։ Ինչու փոխեցիք օդանավը։ Անվտանգային որևէ խնդիր կար։ Լրագրողներին հետաքրքրող առաջին հարցն է։ Ոչ մի լուրջ պատճառ, մենք ուղղակի ուզեցինք փոխել այն։ Թրամփի այս պատասխանը չի ցրում լրագրողների կասկածները։ Օդանավ նստելուն պես նրանց վրա հանգել են փակել վարագույրները։ Ինչու։ Եթե ձեզ խնդրել են փակել պատուհանները վարագույրով, ուրեմն այդպես են գնահատել իրավիճակը։ Հավանաբար նրանք կարծում են, որ դուք կարող եք վտանգի ենթարկվել այն սրիկաների պատճառով, որոնց հետ ստիպված ենք գործ ունենալ։ Գուցե Իրանը ինչ-որ բան մտածած լինի։ Դե գիտեք, նրանք հիվանդ մտածելակերպ ունեն։ Այսինքն Թրամփը տեղեկություն ունի, որ այս օդանավը Իրանի թիրախում կարող է լինել։ Միշտ նրանց ցուցակում ես առաջինն եմ, բայց եթե ես զոհվեմ, դուք էլ եք զոհվելու։ Հաշվի առնելով Իրանը-ամերիկյան վերջին փոխադարձարվածները, միթե ստացվում է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը վերադառնում են լայնածավալ ռազմական հակամարտության։ Թրամփը դժվարանում է հստակ պատասխան տալ։ Չգիտեմ, ռազմական առումով մենք արդեն հաղթել ենք։ Քիչ առաջ ինձ զանգեցին։ Շատ են ուզում համաձայնության գալ մեզ հետ։ Ուղղակի վստահ չեմ, արժե նրանց հետ գործարք կնքել։ Կպահեն իրենց խոսքը։ Դա է խնդիրը։ Եվ հետո, եթե ուզում են համաձայնագիր կնքել, ինչու հարձակվեցին մեր առևտրային նավերի վրա։ Սկսեցին խելագար բաներ անել։ Դուրս են եկել վերահսկողությունից, բայց միևնույն ժամանակ ուզում են համաձայնագիր կնքել։ Իսկ ինչ նորություն կա Իսպանիայի, Գերմանիայի հետ հարաբերություններից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բողոքել էր այս երկրներից, սպառնացել էր դադարեցնել առևտրային կապերը Իսպանիայի հետ։ Հիմա նահանգների ղեկավարը կարծես փոխել է միտքը։ Իսպանիան ամբողջությամբ փոխեց իմ դիրքորոշումը։ Այդ երկիրը կատարեց վճարումների վերաբերյալ մեր պահանջը։ Եթե չաներ, որոշել էի չշփվել այլևս։ Իմ կարծիքով նրանք իրենց շատ վատ են պահել։ Իսկ Գերմանիայի հետ խնդիրները շարունակում են ակտուալ մնալ։ Հիմա ինչպես է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Մտածում է ամերիկյան զորքը Եվրոպայից դուրս բերելու մասին։ Թրամփը վերջնական որոշում չունի, դեռ նեղված է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից։ Շատ բան է կախված Գրենլանդիայի Իրանի հետ կապված հարցերից։ Եթե այս հարցերում համաձայնության գանք եվրոպացիների հետ, գուցե այլ որոշում ընդունեմ։ Հիմա նրանք որոշել են օգնել մեզ, բայց մի փոքր ուշ են հիշել այդ մասին։ Երբ իսկապես պետք էր իրենց օգնությունը, ոչինչ չարեցին։ ՆԱՏՕ-ն Անկարայում երկօրյա գագաթնաժողովի ժամանակ զգալի զիջումներ է արել Թրամփի վստահությունը վերականգնելու համար։ Դա նկատել է ԱՄՆ նախագահն ու որոշել, որ սա ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը չէր, որին ինքը մասնակցեց։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։